28-ն է, Ազատության պողոտայում ենք Երևան քաղաքի հաղթանակ զբոսայգու դիմաց, որտեղ ժամանակին եղել է ցուցանակ, ինչը վարորդներին եւ ոչ միայն վարորդներին, նաեւ հետիոտներին, զբոսաշրջիկներին հնարավորություն է տվել տեղեկանալու, որ այստեղի ճանապարհը մի հատված գնում է դեպի Տերյան փողոց, մի հատված դեպի Սարալանջ։ Սակայն ինչ-որ շինարարական աշխատանքներ կատարող 3 ընկերություններից մեկը այդ ցուցանակը հանել է ու տևական ժամանակ է ցուցանակը չկա։ Ինչը պետք է մտահոգի առաջին հերթին Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությանը, քանի որ գիտեք, ամեն անգամ կարգավարական նիստերի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը խիստ հանձնարարականներ է տալիս, որ մայրաքաղաքում պիտի պարտադիր բոլոր ցուցանակները լինեն, բայց հարգելի քաղաքապետ, արդեն ըստ Շամշանքում ահազանգած վարորդների գրեթե երկարուձիգ ամիսները ցուցանակը հանվել է, մի այս մարդը պետք է գնա Տերյան, չգիտի, Տերյանը ոնց իջնի, Սարալանջ ոնց իջնի, բա որ ցուցանակը լիներ, մարդը կտենար ցուցանակը ու քիչներ։ Հարգելի Տիգրան Ավինյան, մի հատ բռնցքը տալիս է սեղանին, տրանսպորտի վարչությունում զարթնում են այն մսրամելիքի քնից ու բերում ցուցանակը նորից տեղադրում են։ Այդ ցուցանակը շատ կարևոր է, նաև էլ եմ ասում, զբոսաշրջիկների համար։ Սա Ազատության պողոտայից գալիս ես, պիտի իջնես, չգիտես, Տերյան ոնց գնաս, Սարալանջ ոնց գնաս, իսկ նախկինում եղել է։ Ասենք տեղացիները գիտեն, բայց կարող է զբոսաշրջիկներ լինեն, չիմանան, իսկ այդ ժամանակ նայում են ցուցանակը կա, հանգիստ իրանց ուզած ճանապարհով գնում էին։ Չկա, ցուցանակները չկա։ Ազատության պողոտայից գալիս ես ու պիտի իջնես, չգիտես, Տերյանը որն է, Սարալանջը որն է։ Զբոսաշրջիկներ է տեղափոխում մարդը, բայց չիմանա Տերյան ոնց իջնի, Սարալանջ ոնց իջնի։ Սենց էթմա ենքո, ենի Սարալանջ են էլ Տերյան։